Պարոն Ալեքսանյան, ընդդիմությունից հայտարարում են, քիչ առաջ նաև Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ԿՊ-ի հետ այսպես աշխատանքներ են տանում, բանակցություններ են տարվում, որպեսզի միանան իմպիչմենտի գործընթացին։ Արդյոք հնարավոր համարում եք, որ ԿՊ-ից կլինեն падգամավորներ, որոնք կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այդ որ գործընթացներ են, որ Մամիջանյանեն կավատության գործով անցած մեկի եղբորը բերել են, ուզում են վարչապետի թեկնածու սարքեն։ Միխայել Աջապահյանի թեկնածու։ Հա, այսինքն այն մարդուն, որ ռազմական հեղաշրջման կոչեր արել, իրանք դիտարկում են որպես վարչապետի թեկնածու, հետա հաջորդ զարգացում այն մարդուն, որ նաև իր աջակցությունն է հայտնել ահաբեկչական խմբին, որը պլանավորած է եղել Հայաստանում մարդկանց սպանել, որը պլանավորած է եղել Հայաստանում մարդկանց գյուլել, որը պլանավորած է եղել գյուլվածների ընտանիքին նաև կոմպենսացիա տալ այն մտքով, որ այն մարդիկ, որ իրանք պետքա գյուլեին, ընտանիքներին կոմպենսացիա պետք տային, այդ ընտանիքներն է պետքա գոհ լինեն, այդ խայտառական բարոյականության կրողներին են առաջարկում Հայաստանում ինչ-որ պետական պաշտոնի ընտրել, այն էլ վարչապետ, լուրջ են ասում։ Դուք արտահերթը բացառում եք ընտրությունները։ Հա, իհարկե, իսկ դրա նախադրյալը ո՞րն է որպես այդպեսի։ Ինչ նախադրյալ կա արտահերթ ընտրությունների, ես նման բան չեմ տեսնում առհասարակ։ Պարոն Ալեքսանյան, այս Քարնեգի հիմնադրամից հայտնել են, որ Թրամփի վարչակազմը Երևանի եւ Բաքվի առաջարկներ է արել, Ադրբեջանը Հայաստանով այդ ճանապարհի մասով, ինչ առաջարկների մասին է խոսքը։ Ես չեմ կարող մանրամասներ հայտնել այս թեմայի կապակցությամբ, կարծում եմ արտաքին գործերի նախարարությունը ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա այս հրապարակման հետ կապված։ Չեմ կարող ասել, ասում արտաքին գործերի նախարարությունը այս թեմայով ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա։ Պարոն Ալեքսանյան, քիչ առաջ ազգային ժողովը քվեարկեց, հենց ազգայնացնելու այդ հրատապն։ Սա դեռ ազգայնացնելը չէր, բայց ասեք։ Բայց ընդդիմադիրներն արձագանքում են, ասում են, որ այս իշխանությունը ինչին կպնում է, նախ տապալում է, եւ անգամ օրինակներ էին բերում, օրինակ ասում են, այս ընթացքում անգամ չեք կարողանում իջև հիմա հստակեցնել, պետք է խանութներում տոպրակ տրամադրել, աղը պիտի դնել դրվի սեղանին, քիչ անգամ այս մանր հարցերը չլուծողները խոսում են մեծ ծրագրերից։ Եվ սա ամենայնիվ խլելու գործընթաց չէր։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր ծակ շապիկներով եկել են Հայաստանում իշխանության Ղարաբաղից, առանց Հայաստանի քաղաքացիության դարել են Հայաստանում նախագահ, հետո Հայաստանի ժողովրդին պատկանող հեծը ուշադրություն 12 միլիոն դոլարով տվել են սրաններան, այդ մարդիկ են ասում, որ մեր ձեռը ինչին կպնում է բանալինում։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր որ պատից կախ չտեսնելով դարել են ԶՊՄԿ-ում օրինակ բաժնետեր, այդ մարդիկ են ասում։ Բնականաբար նրանց այդ բիզնես ունակությունների ու մնացածի հետ մենք համեմատվել բնականաբար չենք կարող։ Ու այս խոսույթը ինձ թվում է դուք շատ եք լսում, չէ՞։ Այ այդտենց բարբերաբար դաշտ անեթում, այ որ դուք պաշտոն չունենաք, դուք ով եք, գիտեք ինչի մասին է այդ խոսույթը։ Օրինակ ես որպես падգամավոր, որ պահին պաշտոն չունենամ, այդ պահին ես միլիարդատեր չեմ ընկնել։ Այսինքն ես պետական պաշտոնը չեմ օգտագործում անձնական ունեցված կուտակելու համար։ Դիցուկ օրինակ Ռոբերտ Քոչարյանի պես, որ մենակ պաշտոնական հայտնաբերված այս պահին թվերով 200 միլիոն դոլարի ունեցվածք ունի, որը պահանջվում է պետականացնել։ Այսինքն հասարակությունը հիմա նախկին ու ներկա այդ կռվի մեջ է եւ իրեն հետաքրքիր չի, իրեն հետաքրքիր այն, որ արդյոք հեծը նորմալ կաշխատի, հոսանքի գինը նույնը կմնա, պարոն Ալեքսանյան, դուք կարող եք հանրության օրինակ վստահեցնել, որ հոսանքի գինը փոփոխման չի ենթարկվում։ Ես կարող եմ հանրությանը վստահեցնել, օրինակ, որ այլևս ըստ թվերի, օրինակ գիտեք հեծը ինչքան ներդրում արել ենթակառուցվածքների մեջ։ Ըստ թվերի ինչքան ասել կարգավորող հանձնաժողովի 90%-ով իր ներդրումները։ Այո, եւ ինչքան ա եղել այդ ներդրումները։ Դե եթե 100%, մի քանի 100 միլիոն դոլարի իբր ներդրում ա կատարվել։ Սիրելի քաղաքացիներ, որ հիմա դիտում եք մեզ, ձեր գյուղում որևիցե մի էլեկտրասյուն փոխվել է, թե չի փոխվել։ Թե այն սովետի վաղտվա դրած փայտից այն արդեն ճաքեր տված սյուներն են։ Ձեր գյուղում կամ ձեր քաղաքում առհասարակ, բացի այն շոչիկների կներեք արտահայտությանս համար շոչիկ բառի,
շոչիկների երկացյա տուփերից։ Ինչ որ ուրիշ ենթակառուցվածքային ներդրում դուք տեսել եք, թե չեք տեսել։ Ես ձեզ վստահեցնում եմ, ես ձեզ շոչիկների տեղը չէ։ Այդ $600 միլիոն որպես այդպեսին, դրա մեծ մասը ներկայացվում է, որ արվել է, դա եղել է այդ շոչիկների Չեմ կարծում, որ հոսանքը ցանկանալու որևէ նախադրյալ։ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է արել, որ այն հետի աշխատողներ ովքեր կմասնակցեն երկերին կազմեն Տենց բան չկա գրած։ Մի խեղաթուրեք, ասում է ովքեր կպարտադրեն մյուսներին մասնակցել, կդատվեն եւ շատ ճիշտ է ասում, որտեվ այս աշխատելավոճը մենք առհասարակ գիտենք ընդդիմության բիզնեսներում, նույն ընդդիմության չարչանը մի վարքյան ժողով մի փաթեք հասկանում եմ, որ ազատությանը դա հաճա այս թեմայով խոսակցությունը, բայց թողեք ավարտեն, հետո կշարունակեք։ Դե չեմ կարծում, որ դա չէ, այնուամենայնիվ։ Օրինակ նույն պրոֆեսոր Չարչյանը հիշում եք, որ բժիշկներին հասկանում եք, բժիշկը մյուս բժիշկներին հավաքել էր, ասում էր, եթե իմանամ ուրիշին եք ընտրել, իսկ ես կարամ դա պարզեմ, որ դուք ուրիշին եք ընտրել։ Ձեր հետ այսպես կվարվեն, այսպես կվարվեն, այսպես կվարվեն։ Այս ընդդիմությանը ոչ խորտ ընդդիմությանը շատ հարազատ Ալեքսանյան դուք բացառում որ Չէ, բացառվում մի վարքյան ավտոբուսներով մարդկանց հանրահավաքի բերելու մասին կոնկրետ մի հանրահավաքի ժամանակ մենք մեր աջակիցներին հայտնել ենք, որ ունենալու ենք ավտոբուսներ, որոնք բերելու են մարդկանց մարզերից, եթե մարդիկ ունենան դրա անհրաժեշտությունը։ Երբ որ մարդը կամավորության սկզբունքով գնում է կամ դուք եք ձեր մեքենայով բերում, կարող է ես եմ իմ մեքենայով առաջարկում տանել, դա ուրիշ բան է։ Աշխատողին պարտադրելը գաղտնալս է, այդ ձեզ թվում է չեն գաղտնալս, այդ ձեզ թվում է բան չեն անում։ Այդ ձեզ թվում է օրինակ այնտեղ ԱԱՑ պետ է ունեցել, բան է ունեցել, տարիներով չի փորձել գաղտնալսի տենց մի բան գտնի։ Բա գտել է։ Տեսեք դուք Բա այդ ուրա։ ասում եք ներդրումների մասին, թե հեծ այսքան տարիների ընթացքում ինչքան ներդրում է արել։ Իսկ պետությունը այդ ներդրումները որտեղից է ներգրավել, եթե հաշվի առնենք, որ չի փայլում դրանով ներդրումները Հայաստան այսպես չեն գալիս։ Վերջերս մենակ վերջերս Nvidia, աշխարհահռչակ Nvidia ընկերության հիմնադիր տնօրենը առնվազն հայտարարեց, որ Հայաստանում $500 միլիոն, կես միլիարդ դոլարի ներդրում են կատարելու։ Մի վարքյան 500 միլիոն դոլարի եւ կես միլիարդ դոլարի, այսինքն ներդրում են կատարելու արհեստական բանականության հետ կապված համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծելու։ Միանշանակ պետության աշխատանքներ, ԲՏԱ-նախարարության աշխատանքներ, շատ կարևոր, շատ այսպես ես գիտեմ առնվազն, թե պարոն Հայրապետյանը ինչքան ծանր աշխատանք է տարել, այս ամեն ինչը իրականություն դարձնելու համար։ Պետական է, բեցի աշխատանքից դուք գոհ եք, այն հոսանքազրկումները, որոնք շատ հաճախ վերագրվում են հերթին, բեցի տիրույթում են։ Հիմնականում բեցի այո տիրույթում են։ Սխալ է ձեր պնդումը, թե հիմնականում բեցի տիրույթում է, որովհետև Հայաստանում կա սպառողներին էլեկտրականություն մատակարարելու բուն տեղ հասցնելու մենաշնորհ, այդ մենաշնորհը պատկանում է հեծին։ Հայաստանի Հանրապետության գյուղեր ուղղակի կամայական գյուղ գնացեք, հարցրեք հարգելի ու սիրելի գյուղացիներ։ Ձեր գյուղում, երբ որ մազերը ծածանողից մի քիչ ավելի ուժեղ քամի է լինում, քանի ժամով է անջատվում ձեր հոսանքը։ Այդտեղ բեցը ընդհանրապես կապ չունի։ Քամու պատճառով, եղանակի պատճառով հոսանքազրկումների հետ բեցը ընդհանրապես կապ չունի։ Բեցը հիմնարկ է, որտեղ կարա լինի վթար։ Այո, երբ որ այդ վթարը լինում է, մենք դրա մասին իմանում ենք, դուք էլ եք դրա մասին իմանում։ Բայց ամենօրյա լրահոսով, երբ որ տալիս եք հոսանքազրկումներ, ու դուք բոլորդ եք տալիս այդ հոսանքազրկումների մասին, որ մարդիկ ինֆորմացված լինեն։ Դրանց 99% ժողովուրդ ջան, պատկանում է հեծին, դրանց 99% հստակ բան ունի։ Ինչ վերաբերվում է Վեոլիային, երբ որ փորձում եք sense նույնականացումներ իրականացնել, Ախ ժողովուրդ ջան, սեփականության իրավունքով ջրագծերը Հայաստանի Հանրապետությանն են։ Սա եկեք ֆիքսենք։ Վեոլիան ընդամենը տեղ կառավարիչ է։ Բան, որը լավ չեք սպասում։ Չէ, մի վարքյան, ժողովուրդ ջան, մի վարքյան։ Վեոլիան ընդամենը օպերատոր է։ Սա մեկ։ Երկրորդը, որպես այդպեսին, Վեոլիայի ջրանջատումները իրանց բնույթով ուղղակի համեմատելի չեն հոսանքազրկումների քանակի, չափերի ու մնացածի։ Ես իհարկե հասկանում եմ ի պաշտպանություն որոշ օլիգարխների անընդհատ փորձ արվում ներկայացնել, թե Վեոլիան կոնկրետ սենս է կոնկրետ։ Պարոն Ալեքսանյան։ Ու հիմա փորձում եք մեզ դիտող
Բնականաբար լինում է ջրանջատումներ։ Օրինակ, երբ է վերջի անգամ ջրանջատում եղել։ Ձեր տան։ Մեր տանը 3 Ջրանջատում, որտեղ եք ապրում։ Ասեք ճիշտ է։ Մալացիայում հաղթանակ թաղամաս։ Հաղթանակ թաղամասում։ Okay, իսկ հոսանքազրկում։ Հոսանքազրկում, եթե անկեղծ չեն կողմել։ Սիրելի քաղաքացիներ, ես կուզենայի, որ դուք ապրեիք ընդդիմադիր լրատվականների այն աշխարհում, որտեղ հոսանքազրկումներ չկան, բայց ցավոք մեր ու ձեր ապրած աշխարհները խիստ տարբեր են։ Ես ասում եմ, այդտեղ չեն եղել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։